Առակաց 14-ի 12 եկեք բացենք։ Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ կամ մարդու աչքին, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են։ Եվ Առակաց 21-ի 2-ը, այդ զուգահեռ տեղն է, մարդու ամեն մի ճանապարհ ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։ Ամեն։ Մի երկու խոսք ասեմ սրա մասին։ Մենք բոլորս ընդունում ենք որոշումներ տարբեր։ Ու միշտ մեր որոշումները մեր կարծիքով, մի քիչ իջացրել է, մեր կարծիքով ճիշտ են։ Որոշումները ոչ միշտ նկատի ունեմ լուրջ որոշումներ։ Փոքր, միջին, մանր, մեծ։ Միշտ մենք միջև մի հատ որոշման գանք, միջև մի բան ընտրենք, մենք քննում ենք, մենք նայում ենք, մենք խորհուրդ ենք հարցնում, ամեն ձևով նայում ենք, որ ճիշտ է լինի։ Որովհետև դա եթե ես մի բան գնեցի, մի բան վերցրեցի, մի բան ունեցա, ես ուզում եմ լավագույնը լինի, լավը լինի, հենց այնպես մի բան չլինի։ Բայց եթե ոնց որ մեզ է թվում, մեր աչքին է այդ ձև։ Անկեղծ եմ ասում, ես իմ վրա շատ անգամներ զարմացել եմ, իմ վրա, ես իմ վրա։ Միգուցե դու չես զարմանում, դու լավն ես։ Ես իմ վրա զարմացել եմ։ Ես իմ բնավորությամբ այդ ձև չեմ, որ մանրանամ ինչ-որ, բայց ես ինձ գտել եմ դրա մեջ։ Որ ինչ-որ մի քիչ էլ էժան ճարեմ, մի ինչ-որ ապրանք առնելուց, ժամեր եմ ծախսում այդ մի քանի եվրոյի համար, ժամեր ուղղակի։ Ու հետո մտածում եմ, բայց ինձ պետք էր դա։ Այդքան ժամանակ ծախսեցի, պետք է դա սառնես, վերես այդ ինչ-որ մի բան անես։ Էլ չեմ ասում, որ հետո դուրս է գալի մի հատ անպիտան բան, որտեղ էժանության նայեցինք, որտեղ նայեցինք, որ հանգարց շատ թանկ չլինի, ես տես դասեր շատ եմ արել ու որոշումներ եմ ընդունել տրենց բաներ չանեմ։ Բայց էլի անում եմ։ Դու տենց չես, դու լավն ես։ Բայց ես էլի անում եմ։ Զարմանալի է, զարմանալի ուղղակի։ Հիմա ստեղ որ գրած է ճանապարհ, նկատի ունի կյանք, նկատի ունի ապրելակերպ։ Ճանապարհ հենց ճանապարհ բառը չի նկատի ունի։ Ոնց ես դու ապրում։ Ինչ պայմաններով ես դու ապրում։ Մենք բոլորս գիտենք, որպես հավատացյալ, որ Աստծո խոսքն է, որ մեզ ճիշտ ուղու վրա է դնում։ Ամեն։ Ստեղ համաձայն ենք։ Որովհետև Աստված ոնց ասում է իր խոսքի մեջ, ոչ միշտ է, որ մենք ընդունում ենք։ Դժվար ենք մենք ընդունում ենք։ Նոր կտակարանում էլ կարդանք այդ նույն զուգահեռ տեղը, Մատթեոս 7:13-14։ Մատթեոս 7:13-14։ Նեղ դրով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, եւ դրանով մտնողները շատ են։ Որքան նեղ է այն դուռը եւ դժվար անցանելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, քիչ են այն գտնողները։ Թարգմանություն այդում ոչինչ, մի բան անում։ Նայում եմ, բան ենք անում, նորմալ է։ Մի անգամ եւս 14-ը, որքան նեղ է այն դուռը եւ դժվար անցանելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, քիչ են այն գտնողները։
Հարց։ Ինչի է քիչ։ Օրինակ ինչի համար պետք է ճիշտ բաները, որ Աստված է ասում, բայց քիչ մարդիկ են այդում դրան։ Որովհետև մեզ թվում է, էլի, ինձ թվում է, որ էսենց էլ կարա լինի, էլ ինչի դժվարացնեմ։ Որովհետև Աստծո պատվիրանները Աստված, գիտեք, Աստված մեզ ուր է տանում, որ մեր եսը մեռնի, Աստվածը տեղ է տանում։ Մենք չենք ուզում մեր եսը մեռնի, մենք չենք ուզում մեր կարծիքը, մեր փորձը, մեր ամեն ինչը սենց ուղղակի վերցնենք ու թաղենք, բայց Աստվածը տեղ է տանում։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքը տանում է դեպի խաչ, բայց ինչի խաչ, եթե կարելի է համատեղել, եթե կարելի է, ոնց որ մի քիչ են, այ մենք տենց ենք մտածում, բայց էդի դժվար, ավելի վատ տեղում ենք մենք։ Տեսեք, երկու ձև է ասում Աստվածաշունչը, 3-4 տարբերակ չկա, երկու ձև, լայն ու նեղ։ Մեկ էլ ինչի է նեղ այդ ճանապարհը կամ այդ դուռը, կամ դժվար անցանելի է, որովհետև պատվիրաններ կա, որովհետև կա բաներ, որ քեզ կանգնեցնում է, որ քեզ դժվարացնում է քո կյանքը։ Մեղքը թվացյալ հեշտացնում է քո կյանքը, բայց Աստծո պատվիրանները քեզ ոնց որ սեղմում է, ավելի քեզ կապարի մեջ ոնց որ դնի, ռամկայի մեջ ոնց որ դնի։ Դրա համար ոչ միշտ ենք մենք ընտրում էդի։ Մտածում ենք կարելի է սենց էլ անել։ Հեն այն մեկը տենց անում է, ինչ ա եղել։ Այ էսա։ Բայց Աստծո խոսքն ասում է, այդ թվացյալ ճիշտ ճանապարհները կամ կյանքը կամ ապրելաոճը մահվան է տանում։ Դա ոչ մի լավ բանի չի տանի։ Ինչի է դժվար, որովհետև ինքնաուրացման ճանապարհ է։ Քո եսը պետք է մեռնի։ Եվ իհարկե աշակերտություն։ Ու մի բան էլ ասեմ, այստեղ շեշտը մուտքի մեջ չի, հաճախ կարանք մենք sense մտածենք։ Կարևոր է ներ դռնով անցնենք։ Օրինակ, կարևորը ջրի մկրտությունն է։ Եթե ես որոշեմ գամ այդ ջրի մկրտությունը անեմ, նրանից հետո արդեն ինքը իրան կեթա։ Ջրի մկրտությունը դա սկիզբն է։ Դրանով էլ ոչ մի բան չի ասում։ Դա մարդու ուխ տանում Աստծո հետ, ապրի բարի խշմտանքով Աստծո հետ, բայց դա վերջը չի, դա սկիզբն է։ Այսինքն շեշտը ոչ թե մուտքն է, որ մտնես այդ նեղ դռնով, այլ շեշտը այդ ապրելաոճով ապրես։ Մենք տարբեր հասկացողություններ են։ Ու սա այս նեղ ու լայն դուռը, Ժողովուրդ ջան, կամ այդ ապրելաձևերը բոլոր բնագավառներին է վերաբերվում, թե ներքին, ներդաշնակության, համապատասխանության, թե մեր ծառայության։ Ես կարամ ժողովրդի առաջ, ինձ ինձ ցույց տամ, որ ես հոգևոր եմ։ Ոնց կարամ այդ ձև ցույց տամ։ Մի տարի, 2 տարի մարդ գա եկեղեցի, այդ բառերը սովորում է, Փառք Աստծո, Հիսուսին, մենք իրանն ենք, դա է ճիշտը եւ այլն եւ այլն։ Դա պարզ բան է։ Մի հատ sense մի քանի հատ նախադասություն ասում ես, մարդիկ ասում են հոգևոր մարդ է։ Բայց ներսում ինչ է, դա արդեն Աստված գիտի։ Նեղված ես ներսդ կամ մեկին չես ներել, կռվի մեջ ես, բայց տեսք ես անում, որ ամեն ինչ լավ է։ Սա լեն ճանապարհ է։ Սա շատերն են դրա մեջ։ Քիչ մարդ են, որ անկեղծ են։ Անկեղծ չի նշանակում ինչ քո մեջ ինչ կա, գազ բոլորին պատմես։ Սրա մասին չի խոսքը, բայց դու խո քեզ չխաբես։ Դու անկեղծ ելնես քո Աստծո հարաբերության մեջ։ Վատա, գաս Աստծուն ասես վատա Տեր, իրոք։ Էսի այն չի, որ ես պատկերացնում եմ կամ այն չի, որ ես ուզում եմ։ Ես ուզում եմ մաքրես դու ինձի։ Նույնը ծառայության մեջ է, նույնը աշխատանքի մեջ է, նույնը ամեն տեղ է։
Նեղը Աստծո ճանապարհն է, ընտրի։ Դավիթ թագավորը հարստություն, փառք, ճանաչություն, բայց իր անկողնի մեջ թաց լացով, իր արտասունքով։ Ինչի՞։ Այդ որ մի թագավորն է ձև լացում, բգում ինչի համար պետք է ինքը լացի։ Որովհետև նա Աստծո սրտի համեմատ մարդ էր։ Նա հասկանում էր, որ Աստծո հետ ֆալշ, սխալ բաներ, կեղծիք չի կարա, դա անհամատեղելի է, չի լինում է ձև։ Սա շատ կարևոր է։ Չգիտեմ, ես չեմ ուզում ինձ հետևություն անեմ, որ կան մարդկանց տեսակ, որ այդ ձև են, կան մարդկանց տեսակ, որ անկեղծ են։ Ես չեմ ուզում այդ ձև հետևություն անեմ, բայց կյանքը հետա ցույց տալի։ Բայց կյանքը հետա ցույց տալի։ Ես էլ եմ ասում, ես տենց հետևություն չեմ անում։ Ինձ թվում է ցանկացած մարդ կարա լինի անկեղծ։ Եթե ընդունի որոշում, որ Աստծո հետ ճիշտ է քայլելու, այդ նեղ ճամփով է քայլելու, այլ լայն բաներ չի լինելու։ Երկրորդ Տիմոթեոս, եկեք բացենք 3-րդ գլուխ, առաջի խոսքից մինչև 10-րդ խոսքը։ Սա մարգարեական խոսքեր է վերջին ժամանակների համար։ Իմացիր սա վերջին օրերին 2-րդ Տիմոթեոս 3:1-ից։ Իմացիր սա վերջին օրերին շատ չար ժամանակներ կգան։ Որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր կամ փողասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարքու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Այս ավելի հաճոյասեր, սա ավելի բան բառա։ Եթե իսկական հայերենով ասեմ, ամոթացած բան ասեմ։ Չէ, իրոք, եթե ճիշտ թարգմանվի ստեղ, ավելի մանավանդ մեր հայկական կուլտուրայում ավելի բան կլինի։ Հաճոյասեր, այսինքն ավելի տրփանգին տրվող։ Էլի բառեր կա, չեմ ուզում ասեմ, որ օրիգինալում է դա գրած։ Ցանկասեր, բայց ավելի ասեմ այդ բառերը, ուղղակի հա, ես ուղղակի ուզում ասեմ վերջին ժամանակվա նրանք արտակուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունը ուրացել են։ Նրանցից խուսափիր կամ հեռացիր, որովհետև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ, որոնք միշտ ուսուցանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Հատուկ ուզում եմ նշեմ 7-րդ խոսքը չի վերաբերվում այդ կանանց, վերաբերվում է այդ մարդկանց, որ աստվածավայել տեսք ունեն, բայց կորցրել են, իրանց է վերաբերվում։ Ճիշտ հասկանանք։ Որովհետև կոնտեքստում ունենց է թվում, որ այդ կանանց մասին է խոսքը, բայց կանանց մասին չի խոսքը։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում են։ Այս մարդիկ, որ մտքով ապականված են եւ հավատքի մեջ կեղծ, այս տեղը, որ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Սիրելի քույրս, եղբայրս, մի եղի կեղծ, ֆալշ, մի եղի։ Միգուցե երբ որ կեղծիկ կա, այդ շոուի նման ալնում, ավելի դու երևում ես լավ, բայց պետք չի է ձև լինի։
Գիտեք ինչ պատկեր է գալի մոտ։ Ընտանիքներ կան, չէ՞ որ իրար հետ չեն խոսում, մարդ ու կնիկ իրար հետ չեն խոսում։ Բայց որ միտեղ հյուր են եթում, տեսք են անում, որ ամեն ինչ լավ է։ Չգիտեմ մի մոտ այդ պատկերն է գալի, բայց էլի ուրիշ պատկերն էլ կարան գան։ Հասկանալ եմ ասում։ Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։ Այս երկու մարդունը ինչպես որ եղավ։ Զուտ ինֆորմացիա տամ, որ այս երկու մարդու անունները, որ կարդացինք, Հանեսն ու Համբրեսը, 5 տականում չկան այս մարդիկ։ Սա հավանաբար աստվածաբաններն ասում են հավանաբար վերցված է եբրայական ավանդույթից։ Ըստ ավանդույթի ասվում է, որ այս երկու մարդը Մովսեսին ու Аарոնին դեմ կանգնող են փարավոնի կախարդներն էին, այս երկու մարդը։ Ու նաև էլի ըստ ավանդության այս երկու մարդը ամենայն հավանականությամբ հրեա էին ու երբ որ Մովսես ու ժողովուրդը դուրս եկան Եգիպտոսից, իրանք էլ են դուրս եկել։ Ու իրանք հիմնականում սկսեցին այդ ոսկե հորտը ձուլել ոսկուց։ Ամենայն հավանականությամբ, որովհետև սրանց մասին որևէ տեղեկություն չկա, բայց տեղ ասում որոնց որ անմտությունը բոլորին հայտնի եղավ, ինչպես որ սրանց եղավ։ Այսինքն ամբողջ ժողովուրդը տեսավ, որ սրանք ճշմարտությանը դեմ մարդիկ են։ Ճիշտ մարդիկ չեն։ Անկեղծ չեն։ Միշտ հակառակվող։ Չգիտեմ ինչի կան տես մարդիկ, որ միշտ հակառակվում են։ Պարզ գրած է, պարզ ասվում է, բայց էլի հակառակվում են։ Իսկ դու, Պողոս Առաքյալն ասում է, իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատքին, համբերությանը, սիրուն, համբերությանը։ Փիլիպպեցիս 2:12-15 եկեք բացենք։ Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա իմ բացակայության ժամանակ, ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար։ Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելը ըստ իր բարեհաճ ծրագրի։ Եթե մենք Աստծո ծրագրի մեջ ենք, Աստծո ներգործությունը մեր մեջ սկսում է։ Եթե մենք իր ծրագրի մեջ չենք, ոնց գործի։ Գործի ինչի համար։ Բայց Աստված հրաշքներ կարանի ու անում է, Աստված շատ բարի է մեր հանդեպ, Աստծո գութը, Աստծո ողորմությունը մենք ճաշակում ենք, ուրախանում ենք, բայց քանի դեռ մենք չենք ընդունել որոշում ամբողջովին մտնենք Աստծո ծրագրի մեջ, այդ ներգործությունը շատ կամ թույլ սահմանափակ կամ այդ ամբողջ իր զորությամբ չի։ Աստված չի թողնի, որ մենք ամոթ անենք, երբեք, չի լինի այդ ձև։ Եթե մարդը անկեղծ, ամբողջովին տրվում է Աստծուն, Աստված փոխհատուցում է, Աստված իր առաջ է բերում ու ներգործում այդ մարդու կյանքում։ Կամենալն էլ ու ոչ միայն դա, իր մի բառով կարելի ասել, իր շնորհն է լցում մարդու վրա։ Որտեվ շնորհ բառը շատ մեծ բառ, շատ լայն հասկացողություն է։ Շարունակեմ 14, այդ նույն տեղը 14, ամեն բան առանց տրտունջի եւ վիճաբանության արեք, որպեսզի անարատ Աստծո անբիծ եւ անմեղ զավակները լինեք, այն կամակոր եւ խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ։ Մարդը երբ լույս տալիս այս աշխարհում, երբ որ կոնտրաստ է լինում։ Եթե մի թեթև է տարբերվում, չի երևա մարդը։ Բայց երբ որ մարդը այնպես բաներ անում, որ այդպես բան չեն անում, մի անգամից երևում այդ լույսը։
Եվ միասին եկեք կարդանք Եսուի 24-րդ գլուխն էլ, սրանով աղոթենք ու մեր հետևություններն անենք։ Մինչև կարդալ ասեմ ամենաքո կարևոր որոշումը քո կյանքում, որ ամբողջովին տրվես Աստծուն։ Դա է քեզ փրկելու։ Ահով եւ դողով գործեք ձեր փրկությունը։ Շատ կարևոր է այսի։ Ամենամեծ խնդրեմը Ժորժ ջան գիտեք որն է, որ մարդը չի կողմնորոշվում։ Համ, ուզում է համստեղ եկեղեցում, համ իր կյանքում համատեղի, չի լինում համատեղել։ Աստված թույլ չի տալի համատեղել։ Չի համաձայնվում Աստված համատեղել։ Կամ օրհնություն, կամ անեծք։ Չկա երրորդ տեղը, չկա միջին տեղ, չկա ուղղակի։ Ընտրի օրհնություն, որպեսզի հավիտենական կյանք ունենաս։ Մարդը եթե ընտրեց անեծք, ի՞նչ է նշանակում անեծք։ Անեծք նշանակում է Աստծուց հեռու։ Եթե մի բառով կարելի ասել։ Աստծուց հեռու, ոչ Աստծու հետ։ Ինչ է նշանակում օրհնություն։ Օրհնություն նշանակում է Աստծու հետ։ Ով է համաձայն, որ Աստծու հետ կարելի է ամեն տեղ գնալ։ Ամեն տեղ։ Ինչքան էլ դժվար է լի քո կյանքը, Աստծու հետ հեշտ է։ Այն ամենալավ տեղն էլ, որ Աստված քո հետ չի, դժվար է։ Իրոք ես որևէ ուրիշ տեղ չեմ ուզում առանց Աստծու։ Նույնիսկ եթե թվա ամենալավն է։ Օրինակ ինչ վատ միտք է։ Ասենք մենք մերոնցով խոսում ենք։ Չգիտեմ կամերան նկարմա թե չէ։ Ինչ վատ միտք է։ Չգիտեմ այդ Իսպանիայում մի հատ տուն առնի մարդ։ Տաք եղանակ, հələ ավելի լավ տեղերում կարելի առնել։ Ոչ թանկ։ Տաք եղանակ, գնաս քո համար ապրես այդտեղ։ Որոշ մարդիկ ասում են, բա ծառայությունը։ Թե ծառայությունը ես Աստված չկա անփոխանցել մարդ։ Աստված մեկին կդնի կծառայեն։ Բա դու հասկանում եք, մեր կյանքը մենք պետք է ինձ դասավորենք, որտեղ մեզանից է դա կախված, որ Աստծուն ծառայենք։ Ամեն։ Հեսու, հայրեն Հեսու, 24-ի 14-ից եկեք կարդանք։ Այժմ վախեցեք Տիրոջից, Հեսուն ասում ժողովրդին։ Դա սա կոնտեքստի մեջ է, շատ բաներ ասում, ուղղակի երկար չլինի, տեղով էլ երկար եմ կարդալու։ Այժմ վախեցեք Տիրոջից եւ հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայեք նրան։ Դենք գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին գետի այն կողմում ու Եգիպտոսում եւ պաշտեք Տիրոջը։ Պաշտեք բառը նշանակում է ծառայեք Տիրոջը։ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր, թե ում եք ծառայում, Եփրատ գետի այն կողմ ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Մենք Բելգիայում ենք բնակվում։ Ուզում եք ծառայեք Բելգիայի կուրքերին, ոնց որ բելգիացիներից շատերն են։ Չասենք բոլորը, որտեղ բոլորը չի կարելի ասել։ Թե Հայաստանի այն ձևերին, որից մենք եկել ենք։ Ես մեր կոնտեքստում եմ ասում։ Դու ընտրի ինչ ես ուզում։ Մենք մի քիչ առաջ կարդացինք, որ ծառայի Աստծուն առանց տրտնջանքի, առանց ինչ-որ մեղադրանքի։ Այդ գիտեք ինչից է գալի։ Երբ որ մարդը ստիպված է ծառայում։ Մի արա ստիպված ոչ մի բան։ Ավելի լավ է դու մի հատ մտածի, որոշի։ Դա սա լուրջ հարց է։ Որոշի։ Աստծուն ես ուզում ծառայես, թե չէ։ Ու սա կարևոր հարց է։ Ես 26 տարեկան էի, երբ որ դա որոշեցի իմ ամբողջ կյանքի համար։ 26 տարեկան էի, ամուսնացած չէի։ Ես այն վաղ որոշեցի։ Ես ամբողջ կյանքս ծառայելու եմ Տիրոջը։ Ունես չի, որ կործանված ճակատագիր ունեմ։ Հաստատ այդ ձև չի։ Ասենք
թվում է, եթե մեկը տենց որոշում ընդունի, սրանից կզրկվի, նրանից կզրկվի, նրանից կզրկվի, ոչ, չի զրկվի։ Կունենա Աստծուն, Աստծու հետ էլ կունենա ամեն ինչ, որը որ մարդուն պետք է։ Ավելցուկով։ Ասում է փնտրեք Աստծու արքայությունը եւ ճշմարտությունը եւ մնացած բաները իրանք ոտով են գալու քո կյանք։ Մի հատ դեպք պատմեմ։ Մեր տան հետ կապված։ Ես արդեն քանի տարի է 2008 թվից որ տուն եմ առել։ Այդ քանի տարի է 18 տարի առաջ ես տուն եմ առել Բելգիայում։ Հեսա կլինի 20 տարի։ Երևի 3 տարի ես ուշացնում էի, որ չգրանցվեի այդ սոցիալ տունը, որ ստանայինք։ Տանյան ասում էր, ես ասում էի, հետո այդ հեսա Հիսուսը գալիս է։ 3 տարի ձգեցի ես։ Համի կլներ 21 տարի։ Ուզում ասեմ, այն աստիճան, որ ես ոչ մտածում էի, որ դա իմ համար դա իմ թեման չէր։ Ուղղակի փոքր տներում ուրիշի տուն, չես կարող ոչ մի բան անես, միտք եղավ, որ ավելավա մեր տուն ունենանք։ Ուզում ասեմ, նենց չի, որ դու որևէ բան չես ունենում, բայց կարևորի Աստծուն է։ Կարևորի, դա շատ կարևոր է։ Մարդը կարա 4 տուն ունենա, բայց այդ այնպես չի, որ այդ տները քեզ փրկության է բերելու։ Մարդը կարա լավ բիզնես ունենա, բայց այնպես չի, որ բիզնեսը քեզ փրկելու է։ Մարդի աչքին թվում է թե տան լավ բաներ են, բայց դրա վերջը ուր ատանում, չգիտեմ։ Այնպես չի, որ ես դեմ եմ բիզնեսին, այնպես չի, որ դեմ եմ տան, ես ասում եմ, Աստված ամեն ինչ է մարդուն տալիս, ինչ իր կարիքն ունի մի բան էլ ավել ցուկով Աստված տալի։ Բայց մերն է, դա որոշումը մերն է։ Մենք պետք է ընդունենք այդ որոշումը։ Ամեն ասում է սրան։ Ամեն։ Որոշումը մերն է։ Բոլորդ ամեն ասեցիք, թե չէ։ Ամեն։ Սլավիկն ամենակ բարձր ասում ամեն։ Դե որովհետև Սլավիկը հասկանում է ինչ մեղքեր է գործը։ Մնացածը սուրբ են ուղղակի։ Ինձ այդ հարցը տվել են ժողովուրդ։ Ասում են լավ դու այդ ինչ մեղք ես գործել, որ ասում ես տենց կորած վիճակ էի, ցեխի մեջ էի, ճահիճի մեջից Աստված ինձ գտավ։ Այդ ինչ մեղքերի մեջ ես եղել։ Տենց առանձնապես որևէ տենց մեղքերի մեջ չեմ եղել, չի որ մարդասպան եմ եղել, հանցագործ եմ եղել։ Ոչ։ Ոնց որ ցանկացած մարդ մեղքերի մեջ է եղել։ Ու դա համարում եմ ճահիճ ու ցեխ։ Որևէ տենց արտարոժը չեմ եղել, հանցագործ մեկը, չգիտեմ, ոչ։ Բայց մեղքերով լի մարդ։ Շարունակեմ, եսի կարդանք ու միասին աղոթենք։ Так. Ահա, 15-ը։ Բայց եթե Տիրոջ ծառայություն անելը չէ, եսի կարդացի, լավ, մի հատ էլ կարդամ, բայց եթե Տիրոջ ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու։ 16-ը կարդամ, չեմ շարունակում, էդի կարդացել եմ ես։ Ժողովուրդը պատասխան տվեց եւ ասեց. Քավ լիցի, որ մենք թողենք Տիրոջը, քավ լիցի բոլորդ հասկանում եք, այսինքն ոչ, մենք այդ ձև չենք անի, դա է նշանակում։ Քավ լիցի, որ մենք թողենք Տիրոջը եւ ուրիշ աստվածների պաշտենք, որովհետեւ Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ եւ մեր հայրերին Եգիպտոսի երկրից, այսինքն ծառայության տնից։ Նա գործեց մեր աչքերի առաջ այս ամեն նշանները եւ պահեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ Տերը մեր առաջից քշեց բոլոր ազգերին եւ այս երկրում բնակվող ամորացիներին, ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որտեւ նա է մեր Աստվածը։ Եսուն ժողովրդին ասեց. դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որտեւ նա սուրբ Աստված է, նա նախանցկոտ Աստված է, նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։
Երբ դուք Տիրոջը թողնեք եւ օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա եւ ձեզ բարի կանելուց հետո ձեզ չարչարելով բնաջինջ կանի։ Եվ ժողովուրդը Հեսուին ասեց. ոչ, մենք Տիրոջն ենք պաշտելու։ Խի ինչի համար է մի քանի անգամ կրկնել տալիս։ Համես անհատական, եթե մարդուն մոտենամ, ձեզանից ցանկացած մոտենամ, ասեմ, Աստծուն ես ծառայելու քո ամբողջ կյանքում։ Վստահ եմ ասելու է հա։ Այդ ոնց որ ավտոմատ է մարդը ասում հա։ Բայց որ մի հատ էլ ես ասում ես հաստատ դու Աստծուն ես ծառայելու։ Դու չես կարող Աստծուն ես ձեր ծառայես, իմիջայլոց։ Մի քիչ ընդեղ, մի քիչ ստեղ, տես չի լինում։ Աստված չի ընդունի, ինքը նախանձոտ Աստված է։ Նա պահանջոտ Աստված է։ Նա ամբողջ սերն է քեզանից ուզում։ Նա ասում է դու ինձ սիրի բոլորից ավել։ Եթե քիչ սիրեցիր չես կարող։ Չի լինելու տենց։ Ասում է եթե քո ծնողից, քո կնոջից, քո երեխաներից, քեզանից շատ նու քիչ ինձ սիրեցիր, չի լինելու այդ։ Համաձայն չի։ Հեշտ չի, Ժորժ ջան, հեշտ չի։ Աստվածաշնչում որևէ տեղ չի ասում որ դա հեշտ է, նոր կարդացինք, դա նեղ է, դա լեն չի, որ բոլորը այդ ձևը գնան, տենց չի։ Հանգարց իլյուզիայի մեջ չլենք, չխաբվենք։ Բայց դա միակ ճանապարհն է, միակ ձևն է, ուրիշ ձև չկա։ Հեսուն ժողովրդին ասեց 22-րդ խոսքը. դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջը ընտրեցիք նրան պաշտելու համար, եւ նրանք ասեցին վկա ենք։ Ու պատմությունը մենք գիտենք, որ այդ սերունդը միջև իրանց մահ հավատարիմ ծառայեցին Տիրոջը, որովհետև ընդունեցին որոշում։ Ժողովուրդ ջան, նույնը մեր կյանքում է, այսօր հավատացած եմ ես, որ այսօր որոշներիդ կյանքում շատ վճռական պահ է։ Դու պիտի որոշես։ Դու չես կարող հետաձգես հետի։ Այսօր որոշի։ Ամբողջ կյանքը տաս Աստծուն կամ եթե աշխարհն է լավ, գնաս աշխարհ։ Եղի անկեղծ։ Եթե այնտեղ քեզ դուր է գալի, համել ձեռի հետ ուզում ես ստեղ, չի լինի ձև։ Հոգնելու ես, դժվարանալու է քո կյանքը։ Բայց եթե ընտրեցիր ստեղ կամ Աստծո հետ, ստեղ եմ ես, տենց օրինակի համար եմ ասում ստեղ։ Կարևորը շենքը չի։ Աստծո հետ լինելն է, իհարկե Աստծո ժողովրդի մեջ լինելը, եկեղեցու մեջ։ Հեշտանալու է, եթե հետ ընտրեցիր հեշտանալու է, այդ առումով հեշտանալու է, կոմար պարզ արդեն։ Ու դա պետք է ուղղակի փայփայել։ 26 տարեկան եմ, երբ որ ես ընդունեցի, որ ամբողջ կյանքս պետք է Աստծուն ծառայեմ, ամեն պաշտամունքին ես փայփայում եմ այդ իմ որոշումը։ Ամեն անգամ, երբ որ ես երկրպագության մեջ եմ ասում, Տեր, քեզ եմ պաշտելու։ Ամեն։ Միշտ։ Ինչ եք կարծում, ես տարիների մեջ չի եղել տարբեր իրավիճակներ իմ կյանքում։ Միգուցե քո կյանքում միշտ լավ բաներ ա եղել։ Աստված տա միշտ լավ բաներ լինի։ Բայց տարբեր լինում է որ դու որևէ ցանկություն չունես որևէ բան անելու։ Լինում է որ սկի չես ուզում եկեղեցի, լինում է չես ուզում սկի ծառայես, լինում է հազար բան ա լինում։ Լինում է որ ընտանիքում են չի, լինում է որ քո մտքերում են չի, լինում է որ դու քեզ գտնում ես որ դու պարտված մարդ ես, անհաջող ես, լինում է, բայց Տիրոջը պիտի պաշտեն։ Ամեն։ Եկեք ոտի կանգնենք աղոթենք։ Փառք ես Տեր ջան։ Այսօր Տեր ջան, այսօր ընդունում ենք որոշում։ Եկեք միասին ընդունենք որոշում։ Որ քեզ ենք մենք պաշտելու, ես քեզ եմ պաշտելու Տեր։ Քեզ եմ ծառայելու։ Անկախ իրավիճակներից, անկախ սիտուացիաներից, անկախ ով ոնց է մտածում, անկախ ով ինչ է անում։ Որովհետև դու ես իմ Աստվածը։ Դու ինձ ծնեցիր Տեր ջան։ Ու դու ես առաջնորդում ինձ հավիտենական կյանք։ Փառք ես։ Շնորհակալ ենք Տեր։ Օրհնի եկեղեցին Տեր իմ Աստված։
Դու գիտես ամեն մարդու կյանքը, ամեն մեկի միտքը, սիրտը, իրավիճակը, բոլոր բնագավառները կյանքի, դու գիտես Տեր, օգնի ամեն մեկից Տեր ջան, որպեսզի անմնացորդ, առանց կեղծիքի, առանց ֆալշի, մենք քեզ պաշտենք Տեր։ Շնորհակալ ենք, որ այդ հասկացողությունը մենք ունենք Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ մենք եկել ենք այդ վիճակի, որ ասում ենք, որ դու ես մեր Աստվածը, դու ես մեր Տերը։ Օրհնի ամեն մեկին Տեր իմ Աստված։ Թող ամեն մեկը հաստատվեն քո մեջ Տեր ջան։ Արմատավորվեն ու ծառայեն քեզ Տեր։ Որպեսզի դա չլինի էմոցիայի տակ, դա չլինի պահի տակ, դա չլինի, որտեղ ծանր իրավիճակա դրա համար արվում, միշտ հավիտյան, միշտ քո հետ Տեր իմ Աստված։ Քո հետ Տեր իմ Աստված ամեն տեղ, ամեն ինչ, ամեն ձև, քո հետ, միայն քո հետ։ Ինչպես Հովսեփը, թե բանտում էր, թե դժվար իրավիճակներ էր, բայց քո հետ էր։ Շնորհակալ ենք։ Օգնի իմ Աստված ամեն մեկին։ Մենք Տեր ջան նաև մեր բաց սրտերով ասում ենք բնակվիր մեր մեջ Տեր ու առաջնորդի մեզ մեր կյանքում։ Հալելույա։ Եկեք երկրպագենք Տիրոջը։